Այն հարցը չտակ, երեխեք հանուն ինչի քվեարկեցիք։ Պարոն Մեխակյան, գիտենք, որ հանուն ձեր հաղթանակ եք քվեարկել, բայց վստահ եք, որ հաղթանակը ձերն է լինելու եւ եթե չհաղթեք, նորից հարցնեմ, ընդդիմադիր տեխնատուին պատասխան եք արժանապատիվ կերպով շնորհավորել։ Ես եկեք պատասխանեմ այն հարցերին առանց եթեների։ Կոնկրետ հարց լինի, կոնկրետ պատասխանեմ։ Մենք այս ամբողջ ընթացքում իրականացրել ենք քարոզարշավ հանուն մեկ բանի՝ ստանալ բացարձակ վստահությունը վաղարշապատցու։ Եվ այդ մտքով եկել ենք եւ այդ մտքով ես այսօր այստեղ եմ քվեարկելու համար։ Եթե չի բացառվում, մենք հաստատ առիթներ կունենանք դա քննարկելու իրար հետ։ Չենք քննարկել, ոչ։ Չենք քննարկել, որովհետեւ եթե եթերներով ենք նայում, մենք չգիտենք եթերներով քանի ուժ կանցնի, որ ուժերը կանցնեն։ Հետեւաբար այս պահին իմաստ չկա քննարկել մի բան, եթե այսպես ասեմ, եթե այս պահին չգիտենք հստակ ովքեր են անցնելու, իմ կարծիքով չարժի քննարկել մի բան, որը որ պետք է ենթադրյալ ինչ-որ բաներ լինեն։ Հանրապետության տեխնացուն Հարություն Մկրտչյանը ասում է, որ ԿՊ-ն իր ձայները իրեն կմիանա, այսինքն առանց ձեր հետ պայմանավորվելու այդպիսի պատասխանատու դա իր կարծիքն է, որը որ իր անձնական կարծիքն է։ Չեք միանալու։ Մենք չունենք այդպիսի ոչ պաշտոնական, ոչ անձնական դիրքորոշում։ Ինքը ձեզանից ավելի բարձրակին ունի։ Փարաքարում ինչպես նաև Գյումրիում էր, որ բացարձակ հաղթանակ եք տանելու, բայց ես հիշեցնեմ, որ Փարաքարում բացարձակ պարտություն է կրել քաղաքացիական պայմանագիրը եւ իսկ Գյումրիում էլ ընդդիմադիր ուժերը կոալիցիա են կազմել եւ քաղաքային իշխանություն։ Շնորհակալ եմ ձեր դարակազմիկ հարցի համար, սա վաղարշապատն է։ Եվ սա տարբեր համայնք է։ Դե դու ասում եք հիշեցնեմ, պետք չի հիշեցնել, որովհետև ես Փարաքարում եղել եմ եւ քարոզարշավի ընթացքում եւ ամբողջ ընթացքում այնտեղ եղել եմ։ Եվ հասկացանք, եւ մենք շնորհավորել ենք հաղթող տեխնացուին։ Շատ լավ, ասում եմ մենք մեր ամբողջ քարոզարշավը կառուցել ենք վաղարշապատցու, այնտեղ էլ ենք այդպես կառուցել, հիմա էլ ենք այդպես կառուցում եւ մենք կարծում ենք, որ մենք այս ընթացքում ես Խոյ համայնքում իմ կառավարման տարիներին եւ վաղարշապատում իմ պաշտոնավարման ժամանակահատվածում կարծում եմ, որ մեր բնակիչների հետ եւ հանդիպումների ժամանակ եւ մեր կատարած աշխատանքով ավելի վստահ ենք։ Իսկ նախորդ երկու դեպքերում կարող ենք ասել, որ այդքան էլ այդպես չի եղել։ Հիմա այս ուժերի աշխատանքն եք թերագնահատում, մարդիկ գրանցված են, որտեղ ահազանգեր կան, որ այսպես բնակիչների լցոնում։ Ես առաջարկում եմ, ովքեր որ խնդիր ունեն, ահազանգեր ունեն, թող մոտենան ոստիկանություն, որովհետև դրա պատասխանատուն ոստիկանությունն է։ Եթե վերաբերում մեր հարցերը կոնկրետ մեր հասցեի վրա, իմ ընտանիքի, բացառապես իմ ընտանիքի անդամներն են։ Հիմա նույն Հարություն Մկրտչյանը, որ ասում է ԿՊ-ն ինձ միանալ, հիմա ինքը ձեզանից ավելի բարձր ռեյտինգ ունի ստացվում է։ Ինչ վստահություն ունեք, որ դուք եք հաղթելու, այլ ոչ ինքը։ Դե հիմա այդ ռեյտինգը ով է չափում։ Դե իրեն հարցեք վախի է տենց ապագորգոր հայտ։ Դե դուք հարցրեք, դուք էլ թող ձեր հարցի պատասխանը տա։ Մեխակյան չեք հետևել ձեր մրցակիցների քարոզարշավին, օրինակում շանսերն եք ռեալ գնահատում, ում ծրագրային մոտեցումներն են ձեզ ավելի մոտ, որ միգուցե հետագայում ի վերջո անգամ հաղթելու պարագային պետք է չէ ավարտել։ Այնքանով, ինչքանով որ հետևել եմ, ծրագրային ամբողջ ծրագրերն էլ հրապարակված են, դուք ինքներդ կարող եք հրապարակում անել եւ տեսնել ծրագրային առումով, որ քաղաքական ուժերն են ավելի ընդգրկում եւ ավելի վաղարշապատցու խնդիրներին վերաբերող ծրագրեր ներկայացրել։ Նիկոլ Փաշինյանից աջակցություն ունեք, նա նույնիսկ հարկ չհամարեց վերջին օրով գալ հանրահավաքին, պարոն Մեխակյան, դա ինչով էր պայմանավորված։ Ներողություն, Նարեկ ջան, ձեր հարցը մի քիչ կոռեկտ չեմ համարում, ինչի համար, եթե չլիներ աջակցություն, ես չէի լինի քաղաքացիական պայմանագիր կուսակցության տեխնացու։ Դուք առաջիկա օրերին իրենից հնարավորություն կունենաք այդ հարցի պատասխանը։ Չէ, հետաքրքիր չէ, մենք նման օրակարգ չենք ունեցել, որ ինքը պետք է գա։ Չեկա, որ իր բացասական մենք նման օրակարգ չգծից հիմա դուք ձեր հարցով դուք նախորդ հարցին հակասում եք, ես շատ լավ կողմնորոշված եմ, ձեր հարցերով դուք նախորդ հարցերին հակասում եք։ Մենք մեր օրակարգում ի սկզբանե Նարեկ ջան, մեր օրակարգում ի սկզբանե չի եղել իր մասնակցությունը, մենք նույնիսկ հանրահավաք ի սկզբանե չենք էլ պլանավորել։ Դա ուղղակի քարոզարշավի ընթացքում
մեր հանդիպումների ժամանակ բնակչությունից ստացված դրական էներգետիկայով պայմանավորված որոշել ենք քայլերթի։ Քալինից ահագին մարդեր եկել, պարոն Մեխակյան։ Մեր բոլոր աջակիցները, ովքեր որ հարկ են համարել տարբեր տեղերից գալ, որոշել են որ կան։ Իրենք են որոշել գան կամ չգան։ Բայց այսօր դա նշանակում է, որ Էջմիածնու վաղ շաբաթում դուք չունեք բավարար աջակցություն ստրախովկայի համար, այսպես ասած, մարդկանց հավաքագրել եք մնացած։ Ես ձեզ առաջարկում եմ բոլոր նկարները դեմքերով իդենտիֆիկացնել եւ համեմատել քանի տոկոսն են այլ տեղերից, քանի տեղերն են վաղաշաբաթից, քանի հոգ են վաղաշաբաթից։ Եվ ձեզ համար པարզ կլինի Շատ լավ, հասկացանք։ Մենք ունենք ակտիվ կուսակցականներ, ակտիվ աջակիցներ, որոնք տարբեր հանդիպումների ժամանակ գալիս են, բայց էլի եմ ասում, այս շատերին նույնիսկ չեմ էլ ճանաչում անձամբ, իրենք որոշել են կան, որովհետև հրապարակային է եղել այդ հանրահավաքը, մենք նախորդ հայտարարենք դրա մասին եւ դա բաց է եղել։ Մամուլը գերստպիրներ եկել տատուներով, պարոն Մեխակյան, ձեզ աջակցելու։ Չգիտեմ, եւ Սարոյի համերգին ավելի շատ մարդ կար, քան ձեր հանրահավաքի։ Շատ լավ, ես ուրախ եմ Սարոյի համար ու դա նորմալ է որ Սարոյի համերգին շատ մարդ կար, Էջմիածնի տոնին էլ 2-3 անգամ շատ մարդ կար, քան մեր հանրահավաքին, որովհետև դրանք տարբեր միջոցառումներ են։ Հանրահավաքը ցույց չէ, որ դրանք տարբեր միջոցառումներ են։ Դրանք մեր դուք կարող եք համեմատություն տանել մեր հանրահավաքից 1 օր կամ 2 օր առաջ մեր մրցակից ուժերի հանրահավաքների հետ եւ կարծում եմ համեմատություն տանել համերգի հետ մեր նախորդ ուժերներ համատում են ինչ որ պանիխիդաների հետ, ինչ որ տենց, չգիտեմ, խոր բաներ չխոսանք, իրենք վերջապես չունեն։ Քարոզարշավի ընթացքում նաև հոգեհանգստին ավելի շատ մարդ է գալիս, քան Արգիշտի Մեխակյանի ամփոփիչ հանրահավաքին։ Դե ինչ ասեմ, ես ամեն տափակության չեմ անդրադառնալու ներողություն։ Քարոզարշավի ընթացքում ընտրախախտումներ արձանագրվեցին, այդ ներողություն էլի զուգահեռ։ Քարոզարշավի ընթացքում նաև խախտումներ արձանագրվեցին, այդ թվում ձեր կուսակցության կողմից։ Դուք ո՞նց եք մեկնաբանում դա այդ ընտրախախտումները։ Եթե չեմ սխալվում, դրանք վերաբերվում էին քարոզչանյութերի տարածման հետ կապված, պաստառների, ես բարեգործության հետ կապված ամբողջությամբ ես հիմա հերթով պատասխանեմ։ Բարեգործության հետ կապված բազմիցս ես անդրադարձել եմ, եթե ձեզ կոնկրետ հետաքրքիր է, կարող եք վերցնել այլ լրատվականներից, որտեղ ես բազմիցս արտահայտվել եմ, ես ասել եմ, որտեղ չկա, ես համոզված եմ, որ այդտեղ չկա խախտում, որովհետև նախ քարոզարշավը սկսված չի եղել 1, երկրորդը ես հրավիրյալ եմ եղել եւ երրորդը այդտեղ որևէ քաղաքական ուժի հետ կապված որևէ խոսակցություն տեղի չի ունեցել։ Շատ լավ։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը ընդհանրապես դրա հետ կապ չունի։ Միգուցե հակակոռուպցիա կոմիտեի հետ եք։ Եթե կա վարույթ, վարույթում կքննվի եւ բոլորիս համար པարզ կլինի։ Բայց ես իմ անձնական դիրքորոշումն եմ ասում, ես բացառում եմ, որ այդտեղ լինի, որովհետեւ այդտեղ լինի որևէ խախտում, որովհետեւ այդտեղ ես ինքս հրավիրված մարդ եմ եղել եւ միջոցառումն էլ ընդհանրապես ոչ քաղաքական է եղել, ոչ էլ, մասնավոր անձի կողմից կազմակերպված միջոցառում է եղել։ Ներողություն եմ խնդրում։ Նաև ձեր մյուս հարցին պաստառների հետ կապված, որտեղ որ խախտում է եղել սահմանված ժամկետում, մենք վերացրել ենք այդ խախտումները եւ պարբերաբար նաև արձանագրել ենք մեր մրցակից քաղաքական ուժերի խախտումները նույնպես։ Իսկ բանը որոնք որ մինչև 1 ժամ առաջ ցուցակները դրած տնից բաներ անում։ Չգիտեմ դուք նվիրատվություններ բաժանում, դպրոցի տնօրեն։ Դե այդ մասով գիտեք, կա քրեական գործ, ես առանց ուղղորդմամբ է արել սեփական կամքով։ Ժողովուրդ ջան, եկեք քրեական գործ կա, ինքը մինչև քրեական գործ հարուցվել է արդեն իսկ ինքնաբացարկ էր արել հանձնաժողովի նախագահի իր պաշտոնից, հետեւաբար կարծում եմ իրավական դաշտում է եւ ամբողջական գործով հարցակնվել եք։ Ինչի համար պետք է հարցակնվեն։ Ձեր օգտին Իհարկե ոչ։ Պարոն Մեխակյան, եթե չհաղթեք Նիկոլ Փաշինյանին, ինչ պատասխան եք տալու։ Նոր մեկը գրել է կոմենտ ասում ոնց է փորձելու Նիկոլի ձեռքը։ Շատ լավ, ես կոմենտներին չեմ պատասխանում։ Մենք կայացած քաղաքական ուժ ենք եւ մեր անելիքները եւ ընտրությունում հաղթելու եւ ընտրություններում պարտվելու հետ կապված դուք տեսել եք նաև կարծում եմ, որ մենք այս առիթը պետք է բաց չթողնենք, որպեսզի ավելի
բովանդակալից հարցերի պատասխանենք էլի։ Ես եմ որոշում քրեական գործ։